Հարգելի հեռուստադիտողներ, ձեր սպասված Արարատյան Խոհանոցն է, եթերում բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետեւում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել, որոնք կարծում եմ, որ կհամալրեն ձեր ընտանեկան, ինչու՞ չէ նաեւ հանրային, եթե խոհարաններ են դիտողները, կերակրացանկը։ Հարգելի հեռուստադիտողներ, շատ լավ տրամադրություն է տիրում մեր տաղավարում եւ դա նրանից է, որ նորից իր հյուրն է Սարդարապետի հուշահամալիրի Հազարաշեն հացատան ավագ-խոհարար Արայիկ Զաքարյանը։ Ողջույն Արայիկ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ տրամադրություն է տիրում, ուրախ է այստեղ եւ շատ լավ միջավայր է։ Հետեւաբար ինչ լավ ուտեստ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստում ենք աղցան, սաղմոնից աղցան եւ օգտագործելու ենք նորից ծովամթերք։ Այո, կոչվում է սա։ Ինչ է կոչվում։ Ծովի աստղ։ Ծովի աստղ։ Օգտագործելու ենք նաեւ կարմիր ձկնկիթ եւ սլիվկա կաթնասեր։ Շատ լավ։ Խնդրում եմ բացատրես թե ինչով է զբաղված այժմ։ Ես հիմա սա մանր կտրատում եմ, որպեսզի բարակ շերտերով։ Այո, որպեսզի բարձ ստանամ։ Սաղմոնը թեթև աղդրված է, աղածո սաղմոն։ Հարգելի հեռուստադիտողներ, այն ինչ մենք օգտագործում ենք որպես նախուտեստ, մեր լեզվով կոչվում է աղածոներ, աղդրված ձկներ։ Սա կարելի է բաժանել թարմը սաղմոնից։ Այո, առանց որևէ մշակման ենթարկելու։ Բարակ շերտերով մոտավորապես 5-6 միլիմետր հաստության շերտեր վերցնում ենք սա։ Պատրաստեցինք, եւ պատրաստում ենք ծովի աստղ։ Իսկ աստղեր ծովում լինում են։ Երևի լինում են։ Աստղեր հեռուստատեսությամբ ենք շատ տեսնում։ Այսպես ինչ գիտեմ, Վերցնում ենք թել անպայման։ Կապում են, որտեղ սա գնում է երասարջի մեջ։ 3-ից 4 րոպե։ Ահ, պիտի շոքի հարենք, Այո։ Թելով պիտի ամրացնենք, որպեսզի ջրի մեջ շոքի հարելու ընթացքում չքանդվի։ Հարգելի հեռուստադիտողներ, շոքի հարել նշանակում է երացող ջրի մեջ ուղղակի իջեցնել 1-2 րոպե եւ արդեն մթերքը, որ մենք նախատեսել ենք շոքի հարելու համար, պատրաստ է։ Սա մենք հիմա ուղարկում ենք ջուր, ուղարկում ենք շոքի հարման, վերցնում ենք 2 կտալ ձկնկիթը եւ 2 ճաշի թրմեց 2 գտալ կաթնասեր, խաղում ենք լավ, և սա ուղարկում ենք շոքի հարման, խնդրեմ ուղարկենք 2-ից 3 րոպե։ Մեր ծովի վարդը պատրաստ է։ Ծովային վարդը, ծովային աստղը պատրաստ է, այսինքն 1-2 րոպե։ Այո։ Ջուրը քանում ենք։ Վստահ եմ, որ թելը նույնպես շատ համեղ։ Համեղ է, բայց հանում ենք։ Հանելու ենք։ Սա այսպես մեջտեղն ենք դնում, վերցնում ենք։ Հիշեցնենք նորից, որ սաղմոնը, թեթև աղածո սաղմոնը բարակ շերտերով կտրատեցինք, հավաքեցինք վարդի տեսքով, 1-2 րոպե եռացող ջրի մեջ շոքի հարեցինք եւ այստեղ պատրաստեցինք կարմիր ձկնկիթից սոուս, վրան ավելացնելով կաթնասեր։ Եվ տեսնենք, թե ինչ պիտի անենք այս սոուսի հետ։ Այս սոուսը այսպես է։
ստացվեց Արձան, բայց այնուամենայնիվ մենք մնում ենք մեր կարծիքին, որ Արձանը պիտի լինի շատ ավելի բանջարեղենային, շատ ավելի մանավանդ հայկական իրականության մեջ վայրի ուտելի բույսերի, ինչով որ առատ է մեր բնությունը, բայց Արայիկի առաջարկած Արձանը, սա է, ես կարծում եմ, որ նա նույնպես իրավունք ունի կյանքի։ Արայիկ ջան, խնդրեմ, դու ինչ առաջարկ, ինչ խորհուրդ ունես մեր հեռուստադիտողներին, կարող ես օգտվել առիթից եւ հնչեցնել քո խորհուրդը։ Ճիշտ սնվել, Ամենակարևորը, չէ՞։ ամենակարևորը ճիշտ սնվել։ Մնացած ամեն ինչ լավ կլինի։ Մնացած ամեն ինչ լավ։ Ինձ շատ են նշում, որ միշտ ավարտին ասում ենք ամեն ինչ լավ է լինելու։ Այո, լավ, եթե սնվենք, ամեն ինչ լավ է լինելու։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արայիկին իր այդպես բազմազբաղ ժամանակը տրամադրելու համար եւ շնորհակալություն նաեւ Սարդարապատի հուշահամալիրի տնօրինությանը մեր հաղորդումներին աջակցելու համար։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու, ցտեսություն բարեկամ։ Ծովի վարդ, սաղմոն 300 գրամ, կարմիր ձկնկիթ 2 թեյ գդալ, կատնասեր 2 ճաշի գդալ, կիտրոն բարեխորժակ։